ուղղակի աչքիս առաջ գալիս է ամեն մի մեր հայրենակից, որը աշխատում է ձկնաբուծարանում կամ սեփականատերը ձկնաբուծարանում, ելակի ջերմոցներ ունի, ամբողջ ձմեռ գարուն չարչարվել է, որպեսզի ամառը ստանա բերք, միրգ, ծիրան, որը ակնկալում է, որ պետք է արտահանի, եւ բանջարեղեն, ամեն ինչ, եւ իրականում հարվածը այդ քաղաքական կուրության իշխանության գալիս է մեր հատիկ քաղաքացիների վրա, եւ երկրորդ հարվածն է գալիս քաղաքացու վրա, որ իշխանությունը անգամ այս պահին փորձում է մանիպուլացնել, փորձում է կեղծել, հայտարարություն արել, որ եվրոպական երկրներ արտահանում է սկսվել, որ խաշած հավիտի ծաղն է գալիս։ Դրա համար երկար պրոցեդուրաներ են, շատ-շատերը գիտակցում են, որ շատ դժվար է եվրոպական շուկա մտնել վկան Վրաստանը, որ տարիներ շարունակ այդքան Եվրամիության հետ չէ, համագործակցության արդյունքում նույն դժվարություններ են ունենում։ Նախագահ Քոչարյանն էլ առաջ ու պարբերաբար արդեն մի քանի ամիս է զգուշացնում է, որ իշխանությունների անմտածված գործողությունների հարվածը հասցվելու է մեր քաղաքացու, այն քաղաքացու, որ նաև Ռուսաստանում աշխատում, իր հանապազորյա հացը վաստակում է, ընտանիքը այստեղ արժանապատիվ, ասեմ, կամ դժվարությամբ, բայց գոյությունը պահպանում է։ Ամեն մեկս է այդ հարվածը կրում մեր վրա եւ ոչ թե իշխանությունը, իսկ իշխանությունը իր աթոռը պահելու աշխարհաքաղաքական խաղերի մեջ մանրադրամ դարձած վնասում է Հայաստանի Հանրապետությանը, որտեղ այսօր ամբողջ աշխարհում շուկա գրավելու այդ պայքարի մեջ շատ ավելի մեծ է հարվածը, երբ կորցնում ես որևէ շուկա, հետ գրավելը շատ ավելի դժվար է լինում։ Փաշինյանը մտադրաբար է այս քայլերին գնում, քանի որ Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները քանի անգամ զգուշացրել են իրեն, որ հետևանքները շատ ծանր են լինելու։ Գետը միայն չէր հասկանա այս զարգացումները։ Քանի անգամ են զգուշացրել։ Նույն այդ Եվրամիության անդամակցության թղթիկ կտոր արժեցող օրենքը, որ ընդունեցին, որ որևէ բան չփոխեց Հայաստանի կյանքում։ Հայաստանը մնում է դառնում է ժողովրդավարական, ոչ, ավելի է բռնատիրական դառնում, ավելի է բռնատիրական հակումներով իշխանությունը, ոնց որ այս ընտրարշավի ժամանակ, այդ ամբողջական ոստիկանական համակարգը ներդնելով, քաղաքական կոռուպցիան, որ կա, ի վերջո Եվրոպական միություն ասած արժեքային համակարգ է եւ ոչ թե դրոշ բռնել ու մեկ ուրիշ դրոշ գցել ու շատ ավելի հարվածի տակ դնել սեփական երկիրը։ Շնորհակալ եմ։